Որի ինչի ես շուշ սարդում։ Որը չեմ հասնում, ուշ սարդում թե չէ։ Ուշ սարդում թե չէ։ Բարև բոլորին, բարի լույս, վերջապես երեխեքին հանգիստ առանց ուշանալու ճանապարհեցի դպրոց, մանկապարտեզ, Մարիան արդեն դպրոց է գնում, դրա համար պետքա ճիշտ ժամին հասնենք, չուշանանք, ու ես հիմա կվերջացնեմ իմ սուրճը վերջապես, հիմնականում երեխեքի հետ չեմ հասցնում, միջև վերջ խմել, բայց դե հետո լռության մեջ եմ կարևորը խմում, իդեպ ասեմ, ես վերջերս եմ առել ես աչքի կրեմը, որը շիա բաթրով է պատրաստված եւ այլի ինչ-որ կարակներով ու շատ է դուրս գալիս Amazon-ից իդեպ դուք կարող եք այս ամենը գրված է կարող եք գտնել Amazon-ից իդեպ շատ հարմար գնով է աչքի պաչերը միշտ ինչ-որ ինձ խանգարում են մարդիկ sense ժամերով դնում են բայց ես sense 10 րոպեից ավել չեմ կարողանում դիմանալ ուզում եմ պիկնիկի համար ինչ-որ բաներ պատրաստել գնանք մի քիչ ժամանակ անցկացնենք մեր մարզանքը կանենք դրսում ամեն առավոտ աշխատում եմ իմ մարզանքները պահել ու կարծում եմ հետաքրքիր օր կունենանք Դարձավ տուն, բանջարեղեններ առա, տանը հիմնականում շաբաթ կիրակի օրը, թե մրգեր, թե բանջարեղեն ամբողջովին վերջանում է, քանի որ Մարիան արդեն դպրոց է գնում ու շաբաթվա մեջ հիմնականում հարմար օր չի լինում, որ տատիկի տանը մնան, իսկ շաբաթ կիրակի օրերը հիմնականում տատիկի տան մնալու օրերից մեկն է, բայց այս շաբաթն այն ստացվեց, որ չմնացին իրանք, ի որոշեցինք, որ լավ կլինի որ երկուշաբթի օրը մնան մամայիս տանը, դրա համար մտածեցինք ես ու Ռաֆին իրար հետ մեկ օր հանգիստ անցկացնենք, մեր գործերով լինենք, պատրաստվում եմ ինչ-որ համեղ լանչ պատրաստել եւ հիմա կցույց տամ ձեզ իմ ամենասիրած լանչերից մեկը պատրաստելու ենք միասին սաղմոնով մի համեղ ուտեստ, այտենց բարդ ինչ-որ ուտեստ չի, ուղղակի ես շատ եմ սիրում դա պատրաստել, երբ որ ազատ ժամանակ եմ ունենում։ The thunder far off beyond the trees, earthly spirits riding upon the breeze. Սիրում եմ, որ այսպես վառ գույներով է լինում,
Օй, արդեն շատ սոված եմ։ Հետաքրքիր բան ասեմ, կանաչիները թե ես ոնց եմ լվանում, ցեխոթատվածները շատ դժվար են հեռանում, ինչքան էլ մենք լվանում ենք, բայց կանաչու վրայից շատ դժվար են հեռանում։ Ես կանաչին անպայման լցնում եմ ջրի մեջ, որից հետո աղ եմ ավելացնում եւ թողնում եմ սենց մոտավորապես մի 20 րոպե, տենց մնում է աղի մեջ, ինչքանով որ ես եմ կարդացել դրա մասին, ինքը մնացած ինչ որ ворթեր կամ ինչ որ բաներ ինքը տենց ամեն ինչը այդ աղաղաջրի մեջ ոչնչանում է։ Ավելացրել եմ կարակ, ռոզմարին, համեմունք ու հիմա տնենք դուխովկայի մեջ։ Տնային գործերը վերջացրեցի, ճանապարհին հեծանիվ քշելուց մի խանութ մտանք, ես ու Ռաֆին, ու սենց շատ սիրուն հեքիաթի գիրք առանք, ոչ միայն ինձ թվում է երեխեքի համար, այլ նաև մեր համար։ Անդերսենի գրված հեքիաթները կան տարբեր ռուսական նաև հեքիաթներ, անպայման ուզում ենք հեքիաթի ժամ ունենանք տան մեջ, քանի որ դպրոցներում հիմա այդքան ժամանակ չեն տրամադրում հեքիաթներ կարդալուն, մտածեցինք մենք տանը կլրացնենք այդ բաց թողումը, իսկ հեքիաթները ամենալավ միջոցն է երեխաներին դաստիարակելու համար ու հեքիաթները կարդալուց պետք չի հեքիաթները բացատրել։ Ես միշտ բացատրում էի հեքիաթները կարդալուց, մտածում էի չեն հասկանում այս մասը, բայց չէ, հեքիաթներ պետք չի բացատրել, երեխեքը ինչքան որ հասկանում են, դա պետք է իրանց համար, այդքան է բավարարը։ Այն կարող է մոտ 6 ամիս ուզենա այդ նույն հեքիաթը ամեն օր լսի ու դա պետքա թույլ տանք, որ ինչքան որ իրան պետքա այդ հեքիաթը կարդալ։ Երեխեքի դաստիարակության հետ կապված ամեն ինչ սիրում եմ կարդալ, հետազոտել, բայց ինֆորմացիան ստանամ այն մարդկանցից, որոնք վստահելի են։ Ամեն մեկի ասած թե ինչ պետք է անել երեխեքի դաստիարակության համար, կարծում եմ սխալ է։ Իսկ այդ մարդը ումից որ մենք իմանում ենք այդ ինֆորմացիան վստահելի է կոնկրետ մեզ համար, մեր ընտանիքի համար, դրա համար մենք իր խորհուրդները լսում ենք։ Որոշեցի, որ պետքա, քանի որ ազատ եմ, երեխեքին պետք չի գնալ բերել դպրոցից, այն շորերը պահել, ամառային շորերը դասավորել, քանի որ շատ մեծ տարածք չունենք մենք գարդիրոբների, դրա համար հավաքում պահում եմ, հետո նորից կոնկրետ այդ եղանակի շորերն եմ հանում ու հեչ չեմ սիրում այս process-ը, բայց մտածեցի մի ինչ-որ հետաքրքիր podcast կդնեմ, լավ աուրա կստեղծեմ, իրականում քիչ չի, այնքանն է, ու մի հատ էլ այնտեղ մեծ չիմադան կա, Ռաֆինա 2։ Կարող է podcast չդնեմ, հենց այս երաժշտության տակ սկսեմ հավաքել։ Անցավ 1 ժամ ու մի հարցրեք դեռևս ես գտնվում եմ քաոսի մեջ, պետք է տեղավորեմ ստեղ, բայց ես որոշեցի, որ հենց հիմա կգնամ ինձ նորից սուրճ կպատրաստեմ, մի քիչ կհանգստանամ, ոչ միտեղ չունեմ վրազելու, քանի մարդ չկա տանը, ես իմ համար սուրճ կպատրաստեմ, կվայելեմ, մեկը մոտավորապես մի 2 ժամ հələ որ պետքա սենյակում անցկացնեմ։ Եվ եթե դուք եք հիմա զբաղված այդ նույն գործով ու բորկայի, կարելի ասել ոնց որ ես, մի հատ break անենք, հանգստանանք, սուրճ խմենք ու անցնենք նորից այն սենյակ։ Մի անգամից սկսեցի հանգստանալ, ես հիմա սուրճ կխմեմ ու համեղ ելակներ կուտեմ։ Էսի ուրիշ է ոնց որ։ Հա, Լավ, հայտնենք։ Մենք կինո ենք ման գալիս նայենք միասին, ու բայց հին կինոներ, ոչ թե որ հիմա սաղ դրամայա ու իրար սպանում են կամ այնպես բան։ Հին կլասիկ ֆիլմ։
Բարև ձեզ, նոր կարողացա միանալ, նոր կարողացա ազատ ժամանակ ունենամ մի 2 րոպե խոսամ, հասցրեցի իմ բոլոր մարզանքները անելու, ստեղ եկել եմ մազերս փորձեմ ինչ-որ մի հետաքրքիր մի բան անեմ, եկել եմ Վարշավիրանոց, ուզում եմ մի քիչ մազերս ինչ-որ փոփոխեմ, մի բան անեմ, հələ որ հստակ չգիտեմ թե ինչ եմ ուզում, կգնամ կխոսամ, արդեն Վարշավիրի հետ կտեսնենք, հիմա ես կանգնել եմ ինչ-որ միտեղ ու չգիտեմ, կտուգանվեմ թե չեմ տուգանվի, որովհետև կենտրոնում ուղակի ահա որա կանգնելը, հիմա ես շատ եմ շտապում, մի քիչ ուշանում եմ, բայց շատ ուրախ եմ, որ կարողացել եմ կանգնել, որտեղ այտենց բան չի լինում, էլի, կենտրոնում կանգնել, էդի բախտի բան էր, լավ, վազեցինք ու տեսնենք ոնց կստացվի իմ փոփոխությունը։ Էն էր ինչը, որ ես ուզում էի։ Ես կարողանամ այս ձևով ֆենեմ մազերս։ Երևի կկարողանամ։ Ցնեմ, թե չէ։ Ուինը շատ ադուրս գանիս։ Ձևն են, բայց ամեն օրվա համար կարող է եւ անհարմար լինի։ Եկա երեխեքին դպրոցից վերցնելու ու հետո դպրոցում այսենց սիրուն կենդանիներ կան ու իրանք շատ դժվար են ստեղից գնում տուն։ Ես էլ եմ հանգստանում այս այգիում, մի օր չէի տեսել երեխեքին ու տենց կարոտել էինք շատ, հիմա Ռաֆին էլ տուն եկել շուտ գործից, որ իրանց հետ անցկացնենք։ Ոնց լավ կարողա չհնչի, բայց պետք է, որ մեկ-մեկ առանց երեխեքի լինենք տանը ես ու Ռաֆին, բայց մի օր որ չենք տեսնում, կարոտում ենք։ Հələ տեսնեմ։ Ինչի ես տխրել։ Մարիան հեսա դուրս կգա դու կնստես։ Կարա ժամանակ դնես։ Հա։ Մի րոպե դու ես։ Չէ։ Բա։ Մի րոպե շատ է, մի րոպե մինչև 60-ը պետք է հաշվենք։ Գնացի։ Մենք իրանց տալիս ենք, ինչ։ Բացեք։ Հեքիաթների աշխարհ։ Մեջը 100 հատ հեքիաթ կա երեխեք։ Վաու։ Կարմիր է, էդի կոչվում է էջանշան, մի փոքիցան։ Էդի կոչվում է էջանշան, որ կարդում ես, էջանշանը դնում ես այդտեղ, այսինքն է, որ հետո էջը չկորցնես։ It won't be cheap. Անվերջ գտնվում էինք դպրոցում ու վերջապես եկանք տուն, հոգնած։ Շատ դժվար ենք դպրոցից գալիս տուն, բայց մի կողմից լավ է, որ այգի է ու երեխեքը լավ խաղում են։ Ու մեկը նանա եմ միշտ սիրում առնել լիմոնով, ուղղակի գիշերը տենց սարքում եմ, թողնում եմ լիմոնաջուր ու նանան ու վերջում շատ համով տենց սոկ է ստացվում։ Առավոտյան ջրի փոխարեն դա եմ խմում։ Շատ կարևորում եմ նուշ ենք առնում շատ, չէ՞ Մարիա։ Այո։ Ու մեկ է յոգուրտներ, թունա։ Ուզում եմ զեյթուն։ Զեյթուն, հա, հեսա կտամ։ Մեկ եմ հա։ Ես զեյթուն։ Զու։ Մեր տանը ոչ մի բան չկար արդեն։ Մարիայի սիրած
կիվիներն եմ առել ու էլի կաթ։ Կաթը մեր տանը քիչ չի լինում։ Շատ արագ է վերջանում։ Իրանք կաթ շատ են սիրում խմել, ես էլ սիրում եմ սուրճը կաթով սարքել, մեկ-մեկ կապուչինո։ Ու Մարիանը սիրում է նաև նուշ, չէ՞ Մար։ Այսինքն հազացնում է մի քիչ։ Հազացնում է, ինչի։ Հազացնի հազացնում է։ Հա, դե ուրեմն պետք է հիվանդ ժամանակ չուտես։ Իսկ լավ անցավ այսօր Մար։ Իհարկե։ Օրինակ ինչ հետաքրքիր բան արեցիք։ Հետաքրքիր է, որ պարում ենք, օրինակ ուտում ենք, օրինակ խաղում ենք, օրինակ լողը ես տեսնում էի, օրինակ ես շատ բաներ կան, որ ես սիրում եմ։ Դպրոցում։ Այո։ Ինչ լավ է Մար։ Մարիան ու Օլիվիան պատրաստել են թատրոն ու ինձ հրավիրեցին։ Հիմա ես նայելու եմ ներկայացում նապաստակի մասին։ Ճիշտ եմ։ Այո։ Լինում է, չի լինում։ Լինում է, չի լինում։ Մի հատ։ Չէ, կատու։ Ես ոչ մի ընկեր չունեմ։ Վայ։ Հետո բա ինչ եղավ։ Հետո չգիտեմ, ես մենակով սենց դեռ չկատում եմ, մենակով խաղում եմ պահկվոցի, մենակով։ Ամեն ինչ մենակ ես անում, հա։ Այո, հիմա ես մի հատ ընկեր ունեմ, Վայ, որի անունը Տատու է։ վայ։ Ես շատ եմ սիրում ընկերներ։ Էտապ առաջին լվանում ենք ատամի չոտքով, պաստայով, տապով մաքրում ենք ես սենց ինչ-որ փոքրիկ ատամի չոտքով ատամի արանքները և վերջում այս ֆլոսի օգնությամբ ատամի արանքները։ Իհարկե Օլիվիայի դեպքում էս անիմաստ է բոլոր ատամի արանքները իր մոտ բաց են, բայց Մարիային անպայման օգտագործում եմ։ Չգիտեմ, կարող է էս է պատճառը, թե չէ, իրանց մոտ ուշուշ է ատամները փչանում, չնայած որ քաղցր մեկը ուտում են։ Հատ կարդամ հետո։ Խելուքը։ Այսօր էլ դու ապրանքը ջուր տար, ես կերը կտամ, երբ ջրից բերես, որ ապրանքը ջուր է տամ ու հետ բեր։ Հակին վարկացրեցի, ինչ-որ ձայն չի գալիս, կասկածելի է։ Կամ քնած չեն, ինչ-որ մի բանով են զբաղված սենյակում, որտև դուռը փակա չգիտեմ, կամ էլ քնած են։ Նուշը միշտ ասենց ջրի մեջ թրջում եմ, շատ լավ է, օգտակար է, շատ լինում տենց, ու համեն շատ համեղ է լինում, դուք կարող եք փորձել։ Ես սկսել եմ ավելի լավ հետևել, թե ինչ եմ ուտում։ Վերջերս մեկ-մեկ երեկոյան գիշերը, ինչ որ կինո նայելուց եւ այլն, ինչ որ բաներ ենք անդադ ուտում, ու հասկացա, որ քաշի վրա ազդում է։ Դրա համար որոշել եմ մի քիչ ավելի ուշադիր լինեմ, հատկապես երեկոյան, ոչ մի ավելորդ բաներ չուտեմ, ու հիմա, քանի որ ես կերել էի մոտավորապես ժամը 5-ին, հիմա ժամը 10-ն է արդեն, ես սովածացել եմ, դրա համար մոտս միշտ պահում եմ կեֆիր, հիմա միասին կցույց տամ, թե ոնց եմ ես կեֆիրը պատրաստում, որ գոնե այս ձևով ինչ-որ մի բան ուտեմ ու չսովածանամ գիշեր։ Հարկավոր է ուղղակի կեֆիրը լցնել մի տարայի մեջ։ Իհարկե լավ կլինի, որ սա մնա ամբողջ գիշերվա ընթացքում, բայց ես չհասցրեցի երեք սարքել, այսինքն մոռացա սարքեմ։ Ավելացնում եմ ուղղակի մի քիչ մեղր քաղցրության համար, որպեսզի այդ թթվաշությունը մի քիչ անցնի կեֆիրի։ Ես չեմ սիրում, բայց եթե դուք սիրում եք, կարող եք առանց մեղրի անել։ Ինձ դեռևս մեղր կա գդալի վրա, ես կխառնեմ մինչև մեղրը հալվի։ Ուսում եմ մի փոքր վանիլին, նախաճաշի համար սա պատրաստեք, բայց ես հիմնականում նախաճաշին ավելի սպիտակուցներով ու բանջարեղենով հարուստ սնունդ եմ սիրում ուտել, որից հետո ավելացնում եմ մի փոքր կոկոսի քերուկ, ավելացնում ենք չիայի սերմերը։
Իհարկե սա շատ լավ է, որ ամբողջ գիշեր մնա, ինքը գիշերվա ընթացքում նաև ուռի։ Իրականում ես ասեմ ուռած չի աներ, այտենց պուդինգի նման չեմ սիրում ուտել, դրա համար ինձ էս տարբերակն էլ է գոհացնում։ Դդմի կորիզներ եմ սիրում ավելացնել։ Եվ ուղղակի հետո ավելացնում եմ արդեն բանան, ինչ-որ մրգեր ու տենց ուտում եմ, փորձեմ ես ոչ մի միրգ չավելացնեմ, քանի որ միրգն էլ է շաքար պարունակում իր մեջ, դրա համար ուղղակի ասենց կուտեմ, բայց լավագույն դեպքում ես սիրում եմ ավելացնել բանան, բանանով շատ ավելի համով է լինում, վերջ պատրաստ է, մենք սա հիմա կփակենք, կդնենք սառնարանի մեջ, 20 րոպե կմնա սառնարանի մեջ, համերը ավելի լավ է տենց տարածվում ու որից հետո ես արդեն կուտեմ, համոզված լինելով, որ երեխեքը հաստատ քնած են, դրանից հետո կուտեմ։ Եվ քանի որ բոլորը արդեն քնել են, դա նշանակում է, որ ես կարող եմ արդեն հանգիստ անցնել իմ գիշերվա խնամքին։ Գիշերը շատ եմ սիրում գիր կարդալ, կամ ուղղակի լռության մեջ նստել, կամ թեյ խմել։ Եվ ինչքան հնարավոր է հեռու մնալ սոցցանցերից։ Շատ շնորհակալ եմ, որ իմ հետ անցկացրեցիք եւ բաժանորդագրվեք, եթե դեռ բաժանորդագրված չեք, եւ շատ շուտով կհանդիպենք։